19 հայ շարունակում են մնալ Ադրբեջանի բանտում։ Հազար օր, ահա թե որքան ժամանակ է, որ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ապօրինաբար պահվում են ադրբեջանական գերության մեջ։ 1000 օր է ընտանիքները սպասում են պատասխանների եւ իրենց հարազատների վերադարձին։ Քանի դեռ հայ գերիները ապօրինաբար պահվում են Բաքվի զնդաններում, Հարավային Կովկասում չի կարող լինել կայուն խաղաղություն։ Ամերիկյան կոնգրեսում են արձանագրում։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս շաբաթ կքննարկի նաև կոնգրեսական Բրեթ Շերմանի առաջարկը, որով Միացյալ Նահանգների խորհրդականները Թրամփի վարչակազմից կպահանջեն վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին եւ պատանդարած մյուս անձանց անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակելու համար։ Ալիևը փորձում է սա ներկայացնել որպես քրեական գործ, պնդելով, թե էթնիկ զտման իրականացումը նորմա է, իսկ դրան դիմադրելը հանցագործություն։ Բայց եկեք հստակեցնենք, այս մարդիկ մեղավոր են միայն նրանով, որ հավատացել են Արցախի բնիկ ժողովրդի արժանապատվության, ինքնավարության եւ ինքնորոշման իրավունքին։ Ամերիկացի կոնգրեսականը նաև նշում է, որ Ադրբեջանում, որ ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների ազատության միայն 6 բալանոց մակարդակն ունի, հնարավոր 100-ից նույնիսկ սեփական քաղաքացիները չեն կարող հույս դնել արդար դատավարության վրա։ Էլուր մնաց հայերը, որոնց դեմ տասնամյակներ շարունակ Բաքվի իշխանությունները վարել են այլատիացության պետական քաղաքականություն։ Փետրվարին այսպես կոչված ռազմական դատարանը ՑՄ ազատազրկման դատապարտեց Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին եւ արտգործնախարար Դավիթ Բաբայանին, որ իր առևանգումից ընդամենը մի քանի ամիս առաջ հանդիպել էր ինձ հետ իմ գրասենյակում։ Փոքրինչ ուշ ավելի քան 1 տարի մենախցում պահվելուց հետո 20 տարվա ազատազրկման դատապարտեցին նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Իսկ Amnesty International-ում միանգամայն արդարացիորեն այս դատավճիռը անվանել են արդարադատության ծաղրանկար։ Շերմանի խոսքով Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է օգտագործի ունեցած բոլոր գործիքները Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հասնել, բայց իսկական եւ տևական խաղաղություն չի լինի, քանի դեռ յուրաքանչյուր հայ գերի եւ քաղբանտարկյալ չի ազատվել ադրբեջանական բանտերից եւ հնարավորություն չի ստացել վերադառնալու իր ընտանիքի մոտ։ Դեմոկրատ մեկ այլ կոնգրեսական էլ Ջիմ Կոստան Միացյալ Նահանգների օրենսդիրներին առաջարկում է ամբողջությամբ դադարեցնել Ադրբեջանի նահանգների կողմից տրվող բոլոր տեսակի ռազմական աջակցությունները, քանի դեռ Ալիևը ոչ միայն չի ազատել հայ գերիներին, այլև իր զորքերն ամբողջությամբ դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Այս մարդկանց անուններն ու լուսանկարները Ադրբեջանի կողմից չպետք է օգտագործվեն որպես քաղաքական ճնշման լծակ։ Ընտանիքները չափազանց երկար են սպասում, ժամանակն է նրանց տուն վերադարձնելու։ Մենք կշարունակենք պայքարել միասին ոչ միայն գերիների ազատության, այլև Հայաստանի ինքնիշխանության եւ ապագայի պաշտպանության համար։ Արցախի ժողովրդին էլ չեն մոռանում ամերիկացի խորհրդականները։ Ավելին, հենց այստեղ շեշտում են, նրանք մոռացված չեն, նրանց իրավունքները չեն անտեսվելի։ Ռուսական քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից հաճախակի հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը եւ վերջնական որոշում կայացնի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նկատմամբ։ Այս հայտարարությունների ֆոնին առաջանում է կարևոր հարց. ինչու է Ռուսաստանը ցանկանում, որ Հայաստանը հնարավորինս արագ որոշի, մնում է կազմակերպության կազմում, թե դուրս է գալիս դրանից։ Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը, կամ նրանք մնում են կազմակերպությունում, կամ նախընտրում են այլ սցենար։ Պետք է մեզ այդ մասին հայտնեն։ Այնտեղ ոնց որ տեխնիկապես իրանք նույնիսկ հնարավորություն ունեն Հայաստանին զրկել անդամակցությունից, ու ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում դες բան կարող լինի։ Այստեղ գործնականում Հայաստանը պրակտիկորեն շատ բան չի կորցնի, որտեղ փաստացի չի մասնակցում Ռուսիա աշխատանքներին։ Վերջին տարիներին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության անդամ երկրների հետ, սակայն ներկայումս չկա որևէ իրատեսական հեռանկար, որ Հայաստանը կարող է մոտ ապագայում անդամակցել այնպիսի ռազմական դաշինքի, ինչպիսին է ՆԱՏՕ-ն։ Հետևաբար անվտանգության նոր համակարգի ձևավորումը ամենայն հավանականությամբ հիմնված կլինի երկկողմ եւ բազմակողմ ռազմական համագործակցությունների վրա, այլ ոչ թե մեկ ընդհանուր ռազմական դաշինքի անդամակցության։ Լավ կլներ, որ Հայաստանը ինտեգրված լիներ ինչ-որ կառույցի մեջ, որը իր խորհրդավոր անվտանգությունը եւ այլն։ Բայց բացատրի տես կառույցներ բացի ՀԱՊԿ-ից մեկ էլ ՆԱՏՕ-ն է, առանձնապես Հայաստանին են չեն սպասում նախ, երկրորդը իրանք ընդհանրապես կմունքանորեն չեն ընդունի Հայաստանին, որտեղ դա պոտենցիալ իրանց համար կնշանակի կոնֆլիկտի մեջ ներգրավել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները որոշ ռուս փորձագետներ կանխատեսում են ռազմական էսկալացիա Հարավային Կովկասում։ Դրանց հիմքում տարբեր գնահատականներ կան։ Մի կողմից տարածաշրջանում շարունակում են պահպանվել չլուծված հակասություններ եւ անվտանգության խնդիրներ, մյուս կողմից
Ռուսաստանում շատ է նշվում, որ Արևմուտքի եւ Եվրոպայի աճող քաղաքական ու անվտանգային ներկայությունը Հարավային Կովկասում կարող է ուժեղացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Բայց ավելի շուտ դա էլի ճնշում կլինի, այլ ոչ թե լայնացավալ պատերազմ։ Ավելի շուտ քարոշչական բնույթի հայտարարություններ են, որտեղ դե կոնֆլիկտը պիտի կողմեր ունենա։ Ով են այդ կողմերը։ Թուրքիայի, Ադրբեջանի մասով այս պահին առնվազն իրանք ոնց որ չեն ձգտում այդ տարբերակի։ Ինքը Ռուսաստանը ինչ որ ձև ստեղ փորձի ուժային ճանապարհով ազդել, դե իրանք հիմնականում Ուկրաինայով են զբաղվում։ Հետագա զարգացումները մեծապես կախված են տարածաշրջանային անվտանգության միջավայրից, Հայաստանի նոր գործընկերությունների խորությունից եւ այն ռազմավարությունից, որը կընտրի պետությունը սեփական անվտանգության ապահովման համար։ Ֆրանսիայի ազգային ժողովի падգամավոր Էլիզա Մարտեն գրավոր հարց է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը, նա հիշեցրել է պաշտոնական Փարիզի հայտարարությունները եւ հետաքրքրվել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ֆրանսիական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները, մասնավորապես վերադարձի իրավունքը պաշտպանելու, Ադրբեջանում հայ բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու եւ հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Падգամավորի այս հարցին որոշել են արձագանքել Ադրբեջանի արտգործնախարարությունից, գրելով, թե վճռականորեն դատապարտում եւ մերժում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության անհիմն պնդումները Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցության հայ կալանավորների ճակատագրի, նրանց ազատ արձակման, հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության մասին։ Այս հարցը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելը եւ դատարանի որոշումը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են։ Ադրբեջանում պահվող հայազգի անձինք պատասխանատվության են ենթարկվել որոշակի հանցավոր արարքների համար, համաձայն ազգային եւ միջազգային օրենսդրության։ Անջատողական առաջնորդներն ու հայազգի այլ անձինք, որոնց մասին Հայաստանի հետ մեկտեղ Ֆրանսիան հոգ է տարել գրեթե 30 տարի, դատապարտվել են պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների եւ այլ լուրջ հանցագործությունների համար եւ կրում են իրենց պատիժը։ Ծիծաղելի է, որ Ֆրանսիան անտեսելով ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը Հայաստանում եւ նախկին օկուպացված տարածքներում, մզկիթների ոչնչացումը եւ դրանց նկատմամբ վանդալիզմի դրսեւորումները, մեկնաբանում է հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության մասին պնդումները։ Հայկական կողմի օգտին վճիռ կայացնելու համար Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հիշեցնեմ, օրերը Ստրասբուրգի ատյանը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գործով առաջին որոշումներ ընդունել ադրբեջանական կողմին ճանաչելով որպես պատերազմական հանցագործ։ Միեդին բավարարել էին մայոր Հայկ Թորոյանի սպանության եւ նրա մարմինը խոշտանգման ենթարկելու գործով հայկական կողմի վկայաբերած փաստարկները։ Ադրբեջանի արտգործնախարարությունը սակայն այս որոշումը գնահատել է իբրև անարդար, կողմնակալ եւ միջազգային իրավունքի նորմերին հակասող, պնդելով, որ որոշման մեջ կիրառված ձևակերպումները հակասում են իրենց երկրի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանական կողմը մասնավորապես առարկել է փաստաթղթում Արցախի երկրի պետական կառույցների պաշտպանության բանակի գլխավոր դատախազի եւ օմբուդսմենի հիշատակման դեմ։ Ընդհանուր հաշվի առնելով Ադրբեջանի անդամակցության քաղաքականությունը միջազգային մարմիններին եւ միեդի մասով էլ նույնիսկ իր քաղաքացիների առնչությամբ կայացված որոշումների կատարման մասով այստեղ կա մտահոգություն, որովհետեւ Ադրբեջանը իր միջազգային պարտավորությունների կատարման առումով մշտապես ցրացել է։ Բայց այստեղ մենք ինքներս որպես ներկայացուցիչներ պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս գործը լիարժեքորեն իր կատարմանը հասնի, հետագայում նման իրավիճակների կանխումը բացառելու նպատակով։ Հայ-ադրբեջանական համագործակցություն, որը մտահոգել է Հայաստանի հանրությանը։ Տարածվել է տեղեկատվություն առայն, որ Հայաստանի պրովայդերներից մեկի եւ Ազերտելեկոմի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով ինտերնետ տրաֆիկի տարանցում կոմերցիոն հիմունքներով, կոպիտ ասած, տարանցիկ ինտերնետի մալուխ է անցկացվելու Հայաստանից դեպի Ադրբեջան։ Կարող են արդյոք ադրբեջանցիները գաղտնալսել ու գաղտնադիտել Հայաստանի օգտատերերի շարժը համացանցում, հեռահաղորդակցության ոլորտում այս գործակցության հետևանքներին վերաբերող գլխավոր հարցը սա է։ Հայաստանը փաստացի դառնում է տրանզիտային լրացուցիչ մայրուղիները տրամադրում Ադրբեջանին կապտվելու Նախիջևանի հետ։ Խոսքը ինտերնետի մասին է։ Հայաստանն էլ ապահովում է տրանզիտ արևելք-արևմուտք այս գծով, էլի լրացուցիչ հնարավորություններ դեպի Ղազախստան ու Ռուսաստան։ Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում քննարկվող թոփ թեման շարունակում է մնալ հայկական ապրանքների դեմ Ռուսաստան արտահանման արգելքն ու դրա ունեցած հետևանքները։ Սուպերմարկետներում վերջին օրերին մատչելի գնով մեծաքանակ ծաղիկներ են վաճառվում։ Խոշոր շուկաներում էլ խոսվում է ջերմոցային գյուղմթերքի արժեզրկման մասին։ Լուրեր են տարածվում, որ չնայած կառավարության հայտարարած սուբսիդիոն ծրագրերի մեկնարկին, բազմաթիվ գործարարներ լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվում, քանի որ սպառման նոր շուկաների հայտնաբերումը օրերի եւ նույնիսկ ամիսների հարց է։ Այս ֆոնին
վերջերս բավականին ակտիվացել են քննարկումները կապված Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը որևէ կերպ պատասխանելու հարցի շուրջ։ Խոսքը պատասխան սահմանափակումների մասին է։ Տարբեր հարթակներում հատկապես բարձրացվում են ռուսական քաղցրավենիքի եւ ալկոհոլային խմիչքների մուտքը Հայաստան սահմանափակելու կամ գլոբալ ռուսական ներմուծումներից աստիճանաբար հրաժարվելու մասին։ Սակայն նախ պետք է սառը մտքով դատելու հասկանալ, թե ամեն տարի միլիարդավոր դոլարների ինչ ապրանքներ են ներկրվում Ռուսաստանից։ Դա էներգետիկ անվտանգությունն է, ինչը եվրոպացիները ազնվորեն ընդունում են, որ իրենք անգամ չեն կարողանում 27 երկրներից որևէ մեկի համար ապահովել էներգետիկ անվտանգություն։ Եվ իրենք թշնամի համարվող Ռուսաստանից այս վիճակում ստիպված են ներկրումներ անել։ Հայաստանը ռազմավարական եւ կենսահումքերի հարցում մեծապես կախված է ռուսական շուկայից, բնական գազի մոտ 85%-ը մատակարարվում է Ռուսաստանից, նույն աղբյուրից են ներմուծվում բենզինը, դիզելային վառելիքը եւ ավիացիոն կերոսինը, մեծամորի ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը նույնպես ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից, նույն կախվածությունն է առկա նաեւ պարենային անվտանգության ոլորտում։ Պարենային անվտանգության առումով երկար ջանքերը սակվեցին ճակերտավոր այն հաջողության, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանից ներկրումի փոխարեն ներկրեցին Եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ երկրից Ղազախստանից։ Ժամանակին Արցախից ամեն տարի տասնյակ հազարավոր տոնաներով հացազգիներ էին ներկրվում Հայաստան, ինչը անվտանգության բարձիկ էր ստեղծում երկրի պարենային անվտանգության համար։ Նախորդ տարիներին այս բացը որևէ կերպ չփակվեց, մենք պարզապես սկսեցինք ավելի շատ ներկրել Ռուսաստանից։ 250-ից 300,000 տոննա ցորեն է ներկրվում։ Ռուսաստանից ներկրվում է մեր բնակչության այդքան շատ սիրելի հնդկաձավարը, ոսպը, սիսերը ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից։ Ներկրվում է ձեթ, մեծ քանակությամբ։ Ոսպ, սիսեր, սոյա։ Մի խոսքով Հայաստանում վաճառվող հատիկավորների եւ ընդեղենի առյուծի բաժինը ներկրվում է Ռուսաստանից, այսինքն փաթեթավորումը հայկական է, հայկական անվանումով, բայց ներսի հումքը ռուսական է։ Սա վերաբերում է նաեւ անասնակերին, այսինքն կերը կարող է պատրաստել հայաստանյան ընկերությունը, սակայն այդ կերի համար անհրաժեշտ հումքը բերվում է Ռուսաստանից, այսինքն այն թե ինչ արժեք կունենա ձուն, հավի, խոզի կամ տավարի միսը մեծապես կախված է ներկրված ռուսական հումքից։ Մեծամասամբ ներկրվում է Ռուսաստանից գարին, ցորենը, եգիպտացորենը։ Այս համատեքստում պետք է նորից հիշել, որ Հայաստանում մոտ 200,000 հեկտար գյուղնշանակության հողատարածք չի մշակվում։ Ցանքատարածքները հացազգիների նախորդ տարիներին նույնիսկ նվազել են։ Մարդկանց համար ձեռնտու չէ ցորեն կամ գարի աճեցնելը։ Այսինքն այս դաշտում մենք պետք է նախորդ տարիներին մեծ աշխատանք կատարեինք ինքնաբավության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի հիմա ստիպված չլինեինք արձանագրել մեծացած կախվածությունը ռուսական հումքի ներկրումներից։ Երևանի կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ Թագավորի անվամբ։ Այս նախագիծը չզեկուցվող էր։ Նիստի ընթացքում Երևանի ավականու հանրային ձայն խմբակցության ղեկավար Վահան Ավակյանը եւ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեցին, որ դեմ են նախագծին եւ առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց դնել քվեարկության, սակայն առաջարկը չընդունվեց եւ այն մնաց չզեկուցվող հարցերի հետ։ Նախագիծը ակտիվ քաղաքացի հարթակում դրվել է քվեարկության ապրիլ ամսին, ապրիլի 13-ին դիտումները 226 կողմ, ընդամենը 30 դեմ 7։ Իսկ սա հանրային լեգիտիմություն չունեցող նախագիծ է։ Հիմա սա բերել չզեկուցվող անցկացնել ինչ է նշանակում։ Այդ մարդու անունով Երևանի ամենակենտրոնական փողոցում մենք ունենք փողոց եւ ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների եւ ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանինքները ունի, որ Երևանին հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի։ Աբովյան խոշորացված համայնքի Գեղաշեն բնակավայրում անհանգիստ են։ Տեղեկություններ են հասել բնակիչներին, որ խորհրդային տարիներին գործած հետո փակված ավազի հանքը հնարավոր է վերաբացվի։ Վրդոված են տեղացիները, հիշում են, որ դա ժամանակին պատուհաս էր դարձել։ Հիմա չկարողանանք մենք մեր տան մեջ նստենք, գոնե մի 5 տարի վայելենք մեր տունը։ Այսօր գյուղացիք ինչ են պահում, համարյա մեծամասնությունը անասնապահությամբ են զբաղվում, ստեղ որ իրանք 35 հեկտարը որ բացին սկսան աշխատել, մոտավոր 15 հեկտարներով կողքերն էլ
այդ լրի փոշիանալու է, արոտ չիլնելու մարդիկ չեն կարող անասում, մարդիկ մի հատ, երկու հատ, 10 հատ կով են պահում, դրանով ապրում են։ Գյուղը ոտքի է կանգնել հանրային լսումներից հետո Աբովյանի քաղաքապետն էլ հետո բնակիչներին վստահեցրել է, որ եթե ողջ գյուղը դեմ է, հանքը չի շահագործվելու։ Հիմա սակայն տեղացիներն ասում են, ինչ որ կուլիսային գործընթացներ են գնում, փորձում են համոզել ավականուն, որպեսզի համաձայնություն տա։ Նույնը մրգի բանջարեղենի պահով։ Փոշին նստելու է մեր երեխեքը ուտեն։ Մենք էլ էդի չենք ընդունում, ոչ մի ձև չենք ընդունում, չենք էլ հասկանալու։ Ուտեն սահագին այս քանի տարի ոսը լուր է։ Հիմա այս ընտրություններից հետո այն օրն ենք իմացել, որ թազա կազմակերպություն է եկել, որ իհայտ եկել, նորից իրանք տվել են վարչական դատարանը Արկադիրի միջոցով տվել է Արկադիրին գործը, որ Արկադիրը ազդի համայնքի ավականու անդամների վրեն, որ ավականները կոմ ստորագրեն այս հանքի լիցենզիան, որ կոմ ստորագրեն տան այդ մարդկանց։ Հիմա ես չեմ դուք եք։ Այդտեղ խախտում չկա, որ անայն լսում տեղի չի ունես, ժողովրդի կարծիքը հաշվի չառնելով շմակը իր որոշումն է տալի։ Այս ընտանիքը 10 մետր չկան, այնտեղից սկսելու են քանդեն։ Այս մարդը ո՞նց է ապրելու։ Այս տունը, եթե ուզում են ապրեն, թող իրանք հələ գան մնան այս տանը ապրեն, իրանց ընտանիքով, իրաց մեծերով։ Հանքի դադարեցումից հետո 30 տարիների ընթացքում տարածքը հազիվ կանաչապատվել է, բնությունը վերականգնվել, գյուղը փրկվել է մշտական փոշուց։ Ասում են գյուղացիներն ու հավելում, Գեղաշենը մարզի երկրորդ խոշոր գյուղն է, օրեցօր աճում է, զարգանում, իսկ հանքի շահագործումը կործանարար է լինելու կյանքի ու առողջության համար։